Եվ այսպես Հայ ազգային կոնգրես կուսակցության ընտրական ցուցակի 30-րդ հետագամ համարում գրկված քաղաքացի Իրինա Վլադիմիրի Ավետիսյանը Հայ ազգային կոնգրես կուսակցության դիմումից ներկայացված փաստաթղթերում Իրինա Վլադիմիր Ավետիսյանի վերաբերյալ փաստաթղթերից բացակայում է վերջինիս 4 տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու եւ վերջին 4 տարում Հայաստանի Հանրապետության մշտապես դիմակայելու մասին տեղեկանքը եւ հայրենի տիրապետելու հանգամանքը հավաստող փաստաթղթի պատճեն։ Շարունակություն ուղղակի Զուտ տեղեկացնել, որ ապրիլի 30 այս դեպքում եւս ապրիլի 30 տվել են 48 ժամանակ եւ մայիսի 2-ի 18:00-ին լրացվել է, բայց թղթերը չեն լրացվել եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գտնում է, որ Հայ ազգային կոնգրես կուսակցության ընտրական ցուցակի 39-րդ հերթական համարում գրված պատգամավորի տեխնաց Իրինա Վլադիմիր Ավետիսյանի գրանցումը ենթակա է մերժման, քանի որ բացակայում է ընտրական օրենսգրքի 84-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ եւ 7-րդ եւ 8-րդ կետերը նախատեսված փաստաթղթերը վերաբերյալ հիմա վրա եւ ղեկավար ընտրական օրենսգրքի 84-րդ եւ 86-րդ հոդվածների պահանջները Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է Հայ ազգային կոնգրես կուսակցության ընտրական ցուցակի 30-րդ հերթական համարում ընդգրկված պատգամավորի տեխնացու Իրինա Վլադիմիրի Ավետիսյանի գրանցումը մերժել։ Սյուն որոշումը մեջ է մտնում նիստում հրապարակելու պահից, սյուն որոշում կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան օրացության 3 օրվա ընթացքում։ Հարգելի գործընկերներ, հարցեր կան առարկության հետ կապված։ Չկան։ Այդ դեպքում 86-րդ հոդվածի 5-րդ մասի հիմքով առարկությունը ներկայացնում քվեարկության հիշեցնում է, որ առարկությունը կարող է ընտրվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի 2/3-ով, ովքեր են կողմ առարկության հաստատմանը։ Կողմ 6 առարկությունը ընդունված է, Իրինա Վլադիմիրի Ավետիսյանի գրանցումը մերժված է։ Հայ ազգային կոնգրես կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի տեխնացու Վիկտոր Միշայի Գասպարյանի գրանցման հետ կապված ևս առկա է առարկություն։ Հայ ազգային կոնգրես կուսակցության ընտրական ցուցակի 53-րդ հետագան համարում ընդգրկված է քաղաքացի Վիկտոր Միշայի Գասպարյանը Հայ ազգային կոնգրես կուսակցության դիմումից ներկայացված փաստաթղթերում Վիկտոր Միշայի Գասպարյանի վերաբերյալ փաստաթղթերից բացակայում է հայրենի տիրապետելու հանգամանքը հաստատող փաստաթղթի պատճեն։ Ես ուղղակի չեմ ընթերցում իրավական հիմնավորումները, որովհետև կրկնում եմ բոլոր որոշումների նախագծերում նույնն են եւ դրանք որոշման վերջին մասին այն է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գտնում է, որ Հայ ազգային կոնգրես կուսակցության ընտրական ցուցակի 53-րդ հետագան համարում ընդգրկված պատգամավորի տեխնացի Վիկտոր Միշայի Գասպարյանի գրանցումը ենթակա է մերժման, քանի որ բացակայում է ընտրական օրենսգրքի 84-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով նախատեսած փաստաթղթերը վերոգրալի հիմա վրա եւ ղեկավարելով ընտրական օրենսգրքի 84 եւ 86-րդ հոդվածների պահանջներով Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է Հայ ազգային կոնգրես կուսակցության ընտրական ցուցակի 53-րդ հետագամ համարում ընդգրկված պատգամավորի տեխնացու Վիկտոր Միշայի Գասպարյանի գրանցումը մերժել։ Որոշումը ուժի մեջ է մտնում նիստում հրապարակվելու պահից Սյուն որոշումը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան օրացության 3 օրվա ընթացքում։ Հարգելի գործընկերներ, առարկության հետ կապված հարցեր կան։ Չկան։ Այդ դեպքում ընտրական օրենսգրքի 86-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա առարկությունը ներկայացնում եմ քվեարկության, ովքեր են կողմ առարկության հաստատմանը։ Կողմ 6 առարկությունը ընդունված է եւ Ազգային կոնգրես կուսակցության ընտրական ցուցակի 53-րդ հերթական համարում ընդգրկված պատգամավորի տեխնացու Վիկտոր Միշայի Գասպարյանի գրանցումը մերժված է։ Հայ ազգային կոնգրես կուսակցության ընտրական ցուցակի 93-րդ հերթական համարում ընդգրկված քաղաքացի Գայանե Արշակի Կիրակոսյանի գրանցման հետ կապված ևս առկա է
առարկություն, Տիկին Հովհաննիսյանը նախագիծը պատրաստել է եւ ես կներկայացնեմ նախագիծը Հայ ազգային կոնգրես կուսակցության ընտրական ցուցակի 93-րդ հերթական համարում ընդգրկված է քաղաքացի Գայանե Արշակի Կիրակոսյանը, Հայ ազգային կոնգրես կուսակցության դիմումից ներկայացված փաստաթղթերում Գայանե Արշակի Կիրակոսյանի վերաբերյալ փաստաթղթերից բացակայել է հայերենի տիրապետել հանգամանք հաստատող փաստաթղթի պատճենը։ Եվ կրկին ժամանակը խնայելով միանգամից վերջաբանը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գտնում է, որ Հայ ազգային կոնգրես կուսակցության ընտրական ցուցակի 93-րդ հերթական համարում ընդգրկված պատգամի տեխնացու Գայանե Արշակի Կիրակոսյանին գրանցումը ենթակա է մերժման, քանի որ բացակայում է ընտրական օրենսգրքի 84-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով նախատեսված փաստաթղթերը վերագրալի հիման վրա եւ ղեկավարել ընտրական օրենսգրքի 84-րդ եւ 86-րդ հոդվածների պահանջներով Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է Հայ ազգային կոնգրես կուսակցության ընտրական ցուցակի 93-րդ հերթական համարում ընդգրկված պատգամի տեխնացու Գայանե Արշակի Կիրակոսյանի գրանցումը մերժել։ Սույն որոշում ուժի մեջ է մտնում նիստում հրապարակելու պահից, սույն որոշում կարող է բողոքարկել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան օրացուցային 3 օրվա ընթացքում հարցեր կան առարկության վերաբերյալ գործընթացի։ Այդ դեպքում Ընտրական օրենսգրքի 86-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա առարկությունը ներկայացնում եմ քվեարկության ովքեր են կողմ առարկության հաստատմանը։ Կողմ 6 առարկություն ընդունված է եւ Հայ ազգային կոնգրես կուսակցության ընտրական ցուցակի 93-րդ հերթական համարում ընդգրկված պատգամի տեխնացու Գայանե Արշակի Կիրակոսյանի գրանցումը մերժված է։ Հարգելի գործընկերներ, այժմ ներկայացնում եմ Հայ ազգային կոնգրես կուսակցության ընտրական ցուցակի գրանցման հարցը, այս դեպքում ես առարկություն չունեմ եւ առաջարկում եմ գրանցել Հայ ազգային կոնգրես կուսակցության ընտրական ցուցակը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հարգելի անդամներ, որևէ մեկը ունի առարկություն Հայ ազգային կոնգրես կուսակցության ընտրական ցուցակ գրանցել։ Ոչ, այդ դեպքում Հայ ազգային կոնգրես կուսակցության ցուցակը եւս համարվում է գրանցված։